Զորամասերից մեկի ճաշարանում ավարտին է մոտենում ճաշի պատրաստությունը։ Գործընթացին հետևում են Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության ներկայացուցիչները, որոնց ուշադրության կենտրոնում են զինծառայողներին տրամադրվող սննդի որակին ու անվտանգությանն առնչվող հարցերը։ Րոպեներ անց զինվորական ճաշարան են մտնում ժամկետային զինծառայողները, որոնցից էլ պայմանային ծառայության պետը անմիջական զրույցի միջոցով ստանում է ճաշացանկին ու սննդի համայն հատկանիշներին վերաբերող գնահատականներն ու առաջարկները։ Ինչ ես նախընտրում, սերժանտ, ինչն է համեղ պատրաստվում, ինչ եք ուտում, ինչը չէ։ Բանակի թիկունքային ապահովման գործընթացը կարգավորող պայանի ապահովման, դրա որակի և անվտանգության վերահսկման պատասխանատուները փաստում են, բնավ չեն պատրաստվում բավարարվել նախորդ տարիներին իրականացրած աշխատանքներով։ Բարեփոխումների ծրագրի շրջանակներում նախորդ տարի զինված ուժերում շահագործման է հանձնվել ընթացիկ և կապիտալ վերանորոգված շուրջ 70 ճաշարան, այս տարի պլանավորվում է հանձնել շահագործման շուրջ 10 ճաշարան, որի շրջանակներում անձնակազմի կերակրման գործընթացը կազմակերպվում է ել ավելի բարենպաստ պայմաններում։ Սննդատեսակների անվտանգության ապահովման նպատակով Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության աշխատակիցները վերահսկողություն են իրականացնում սննդի արտադրության փուլից մինչև շրջանառություն ու սպառում, այցելում են բանակի կայքների համար պահածոներ և կատնամթերք արտադրող ձեռնարկություններ, ստուգում արտադրական պայմանների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնակարգերին և չափորոշիչներին։ Շրջայցերը կատարվում են թե պլանային, թե հանկարծակի և թե ըստ անհրաժեշտության։ Նպատակը զինված ուժերի անձնակազմի կերակրման գործընթացը կազմակերպել առավել անվտանգ և բարձր մակարդակով։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում արձանագրվում է, արգելվում է տվյալ խմբաքանակի հատկացումը զինված ուժերին և մատակարար ընկերության հանդեպ կիրառվում է համապատասխան գործողություններ։ Զինծառայողների համար սննդամթերք պատրաստող ձեռնարկությունների աշխատակիցները փաստում են, զինվորի համար նախատեսված յուրաքանչյուր արտադրատեսակ պատրաստվում է բացառապես բարձրորակումքից, սիրով ու երախտագիտության զգացումով։ Բոլորն էլ մեր երեխաներն են, մեր տղաներն են, մենք ջանք չենք խնայում, անում ենք ամեն ինչը սիրով, բացառապես տեղական ապրանքներով, որպես մայր, որպես ծնող, որպես կին կարող եմ ասել ձեզ, որ ամեն ինչ շատ իդեալական է, ամեն ինչ շատ համեղ, ամեն ինչ շատ լավն է։ Մեր աշխատակիցները իրենց աշխատանքում ամեն օր ներդնում են մեծ սեր, հոգատարություն, ուշադրություն, նվիրվածություն եւ այն կատնամթերքը, որի ստեղծման մեջ ներգրաված են նաեւ իրենք, փոխանցվում են մեր զինվորներին, տալով նրանց ավելի մեծ ուժ, էներգիա, մոտիվացիա, կատարելու իրենց կյանքի ամենամեծ առաքելություններից մեկը ծառայությունը հայկական բանակին։ Զինված ուժերի կարիքների համար մատակարարվող սննդատեսակների սանիտարահիգիենիկ նորմերի համապատասխանությունը անհրաժեշտ չափորոշիչներին վերահսկվում է նաև թիկունքային ապահովման վարչության սննդի անվտանգության լաբորատորիայում, որտեղ իրականացվում է բանակ մատակարարվող սննդամթերքի մանրէաբանական փորձակնությունն ու վերահսկողությունը։ Լաբորատորիայի նմուշառումները իրականացվում են տարբեր փուլերում, թե պատրաստելու ընթացքում, թե պատրաստի սննդամթերքը, թե հում սննդամթերքը, որի արդյունքում զինված ուժերում բացառվում է չհամապատասխանող սննդամթերքի հատկացումը։ Եվ սա դեռ ամենը չէ։ Թիկունքային ապահովման վարչության սպաները փաստում են, առջևում բանակի պայմանային ոլորտին առնչվող նոր ծրագրեր են ու բարեփոխումներ։ Նպատակը մեկն է՝ զինծառայողներին ապահովել որակյալ և անվտանգ սննդով։ Ներսես Իվանյան, Հայկ Չիրինգարյան, Զինուժ